Ժողովուրդ, ուրեմն best practice-ներ կա Docker ֆայլի, best practice-ները միշտ տարբեր տեխնոլոգիաների մեջ իհարկե կա, ասենք Terraform-ի best practice, չգիտեմ, Docker file, GitHub-ի, GitHub Actions-ի եւ այլն, ոնց որ դա իրականում շատ կարեւոր է, հա, դեմից ոնց որ չեմ պահանջելու ձեզ այդ best practice-ները, բայց ընթացքում ոնց որ եթե ուզում եք ոնց որ master էլի անել ձեր skill-ները, ոնց որ best practice-ները կարևոր տեղ են գրավում ու շատ կարևոր, դա ոնց որ ձեզ կտարբերակի։ Հիմա ստե ինչ է ասում է տարբեր best practice-ներ կա, օրինակ best practice-ներից մեկը ասում է use official base images, հա, ինչը որ օրինակ Docker Hub-ում կա, դուք Docker Hub-ում ունես չի որ սա official են, հա, ասենք ես է կարամ իմ վերսիան ստեղծեմ, գցեմ Docker Hub։ Դա շատ հեշտ է։ Ստե օրինակ որ գաք գրեք ենթադրենք բերեք գրենք էլի nginx, քանի որ իրա վրա ենք սովորում հեսա գրած է Docker official images, հա։ Աշխատեք ինչը որ ոնց որ օգտագործելու եք լինի բանը, ոնց որ official-ը, քանի որ ինքը support-ի տակ է, էլի իրան սպասարկում են, update են անում եւ այլն, հեսա Docker official images։ Muse բանը use multi-stage build, այսի մենք հեսա կանենք։ Այսի ուրեմն նայեք, երբ որ sense այսի մերը մի stage-ով է, հա, մի stage-ը այսի ամենը։ Մենք միատել ենք sense ունենալու։ Այդ multi-stage build-ը իր առավելությունները տալիս է։ Օրինակ, ստե հրամանները կատարվում են, ինչ որ բաները, ֆայլեր են սրա մեջ գցում եւ այլն, ինքը ծանրանում է, հա։ Բայց վերջում ոնց որ մեզի պետք է կոպիտ ասած ինչ որ ծրագիր ստանալ, հա։ Ինչ որ ենթադրենք ֆայլ։ Այդ ֆայլը մենք վերցնելու ենք, գցենք երկրորդ stage-ի մեջ, հա։ Երկրորդ stage-ը մեր դառնալու է մեր Docker image-ը, այսքանի մասին ինֆորմացիան, այսինքն այս գործողությունները, այս բաները ոնց որ չի լինելու, էլի, հեսա որ օրինակ անենք ավելի կհասկանաք։ Minimize the number of layers։ Իրականում ժողովուրդ, ենթադրենք մենք ստե կարան գրենք run, օրինակ ls, run pwd, tak, enter, օրինակ run, չգիտեմ, apt update։ Այսի շատ վատ անես չի որ լավ է, հա։ Աշխատեք մի run-ի մեջ, ճիշտ է, լոգիկայով պետք է տեղավորեք, այնպես չի որ բոլորը բերեք խցկեք մի run-ի մեջ, դա լավ է, կարող է error եւ այլն, բայց աշխատեք ոնց որ run-երը քչացնեք, օրինակ sense run apt update, հա, խոսքի ոնց որ sense էր, and չէ, կներեք, այս էր, ենթադրենք, էսի ուրեմն apt install օրինակ python, հա, տեսեք երկու հրաման, ես ոնց որ մի run, իրանք logic-ը ոնց որ նույն, ասենք apt օրինակ update python, sense իրանք logic-ը իրար հետ ոնց որ կապված են, էլի, դրա համար ես իրանց կարամ միավորեմ։ Այսի ոնց որ minimize layers։ Ստե ասում է leverage build cache, հա, ինչ է նշանակում, որ օրինակ ես, եթե իմ կոմպի մեջ ֆայլեր եմ ունենում, որոնք պետք է գցեմ, օրինակ ստե, հա, նշանակում է իմ համակարգիչ ֆայլերը շատ արագ կընկնեն այս Docker image-ի մեջ, քան օրինակ ինտերնետից բերեմ քաշեմ, գցեմ, էլի, այսինքն ժամանակ է, էլի, որտեղ այս Docker build-ը, որ ես ստեղծեցի image-ը, ինքը շատ արագ կատարվեց, բայց իրականում այն production-ի մեջ շատ արագ չի կատարվում, ասենք օրինակ իմ այդ դեպքը էլ է, որ 40 րոպե խոսքի սպասում ենք, մինչև նոր image-ը գա, որտեղ ինքը sense երկարում է, այսինքն չի, որ 20 տողով դուք բրծնելու եք, էլի։ Ուստը բազմաթիվ ոնց որ բաներ կա, հա, best practice-ներ կա, image scanning կա, ինչ որ ձևեր կան, որ դու ոնց որ scan-ես անում քո image-ը, որ տենաս ոնց որ ինչ որ security, չգիտեմ, vulnerability կա, թե չէ։ Ու անպայման ոնց որ ամեն ինչը ժողովուրդ աշխատեք դոկումենտ անել, դոկումենտավորեք ու լուբոյ գործում էլի, ոչ միայն DevOps-ի մեջ, այլ ձեր գործում է, մի հատ խնդիր է լինում, դուք էդի ոնց որ այդ խնդիրը այդ բանը դուք հասկանում եք, բայց հետո կարող կրկնվի մոռանաք։
ավելի լավ է մի հատ dog գրեք, dog-ը ձեր մոտ պահեք, որտեղ հնարավոր է դեպքեր, որ ամեն ինչ չի, որ ինտերնետում կարող եք հեշտ գտնեք կամ չգիտեմ ChatGPT անեք հեշտ գտնեք, դրա համար դուք ոնց որ ձեր գործը դոկումենտացիա արեք, որ ավելի հեշտ ոնց որ կարողանաք անել։ Հիմա վերադառնանք մեր multi-stage build-ին, հա։ Так, վերեք սրանք ջնջենք։ Սրանք ջնջում ենք, հիմա add following code in the file hello world get java, հա։ Так, մեկ վարքյան, հա, այսի copy արեցինք, սենց, այս java-ի կոդը copy անենք, այսի ձեր ծրագրի էմուլյացիանը կարող կոդի մեջ շատ չխորանաք, hello world-ա տպելու, այսի մեր docker ֆայլն է, սենց պարզագույն ինչ-որ docker ֆայլ է, այսա հասկանանք ինչ անում, Так, նայեք ինչ անում, հիմա քանի որ դուք Java-ի ծրագիր եք ժողովուրդ օգտագործում, հա, ստե իմաստ չկա բերել գրել օրինակ Python, ոնց որ անցած անգամ գրեցինք, հա, Python-ի runtime գրել, պարզա Java-ն Python-ի հետ չի աշխատի, կամ բերել գրել Ubuntu, Ubuntu-ն կարող է աշխատացնեսի, բայց Ubuntu-ն ինքը ավելի մեծ կլինի, իր մեջ, չգիտեմ, ավելորդ բաներ կլինի, ավելորդ feature-ներ, tool-եր եւ այլն, որոնք այս ծրագրին պետք չեն։ Եթե կոպիտ ասած ոնց որ, չգիտեմ, մենք այսքանով այդանք ինչ որ քեֆի, ոնց որ բանը ցելի այս հարցնակարը փակենք էլի, մեզ այդքան ոնց որ պետք չի։ Հա։ Հակառակն է ոնց որ մենք ուզենանք այդքան քեֆի, ոնց որ այն Python-ը գրե, այդքան չգիտեմ, marшрутի մեջ քեֆ անենք։ Այսինքն ոնց որ չի բռնում էլի իրար հետ։ Так, դրա համար ոնց որ կա հատուկ իր համար image OpenJDK, այսի որ էլի copy անենք, գանք, ուր էր, մեր Docker Hub, ստե գրենք, Docker Hub, search տանք OpenJDK, հաստատ ունենալու ենք, այսա OpenJDK Docker Official Images, հա, այսի քաշում է OpenJDK-ի ինչ-որ վերսիա, copy անում այս մեր ֆայլը մեր host-ի ծնդե, հա, ու run-ա տալի java hello world, կոպիտ ասած ասում է java, այսի java-ի հրամաններ է մի խոսքով, այս էլ ասում է java-ն աշխատացրու, cmd-ին ասում է java-ն աշխատացրու, հիմա այսի save անենք, так, գանք, ստե, այս հրամանը վերցնենք մի անգամից copy անենք, ls, ինչ անում, ասում է docker build, -տ-ն անուն է տալի, հա, hello world huge, այսի ես այն որ ասում էի custom, այսի ինչ անուն ուզեք դուք եք որոշում, այս կետն է ասում է նայր այս folder-ի մեջ, որտեղ որ մենք գտնվում ենք, տալիս ենք enter, Так, to solve field, okay, լավ, այս բանը բերեք էլ է այս GDK-ի վապշը վերցեն հանենք, fail to resolve source metadata docker latest docker not found, խի, ուր էր, իվարկյան, OpenJDK, OpenJDK, վեր լավ այսի սենց անենք, իվարկյան copy անենք էսի, բերենք դնենք ստա, այս կանը ջնջենք, Control save, ու run, Հիմա սպասենք, էսի երկար կարող է տևի, ու մեզ պետք է տենալ էսի ինչքան է տևում, ու իմանալ իրա չափը, հա, տեսեք էսի ինչ որ երկարում է, էսի խի պտի օրինակ
վատ է երկարելը, որովհետև դուք կարող օրինակ ձեր application-ին ինչ որ ժամանակում կպնում են օրինակ 100 հատ user-ներ կամ 100,000 հատ ու ձեզ պետքա վրազ ինչ որ բան update անել, հա։ Եթե դուք ձեր ծրագիրը sense update անեք, բարձր է կլենտները կհիասթափեն, կարող են բան չանեն, էլի ոնց որ արագությունը կարևոր է, այսինքն բարձունակ ոնց որ կենցաղային օրինակ է, բայց խնդիրը ուրիշ բան է, չէ՞, դες պետք է ամեն ինչը արագ լինի, էլի ոնց որ streamline լինի։ Այսի հեսա մի քիչ սպասենք։ Ստը pause տանք։ Okay, հիմա ինքը run եղավ, հա, բերեք տանք docker так docker images, հա։ Ուրեմն տեսնում ենք hello world huge, հələ չափը նայեք, ժողովուրդ 1.25 GB ու իր content size-ը 387 MB, հա, շատ ահավոր մեծ ինչ որ բան եղավ։ Գանք ստե, հիմա docker file-ը modify ենք անելու, բերեք մի անգամից էսի գցենք ու ես հերթով էլի ոնց որ գնամ իրա վրով։ Так, էսի բերեք գցենք ստե, մեզի այս-ի ուրեմն այստեղ գցենք։ Քանի որ այս վերսիան այսքանը ջնջում ենք։ Так, այսի ժողովուրդ կոչվում է multi-stage, տեսեք, ես ոնց որ երկու հատ docker file ունեմ, հա։ Բայց ինքս է sense, նայեք, ասում է from, էլի քաշում ես էսի, էսի is build, հա, կոպիտ ասած ածական է տալու։ Մի քիչ խնդալու էր այդ բառը, բայց դե հա։ Ոնց որ, հա, ասում է ոնց որ էս բանը, ոնց որ էսի դու build ես անում, որովհետև հետո էսի կանչելու ես ինչ որ տեղից։ Copy անում էսի նորից ստե, նորից ոնց որ Java-C ժողովուրդ, ոնց որ ստեղծում է Java-ի բանը, էլի binary-ն, հա, binary code-ը։ Ասենք որ Windows-ում exe է ստեղծում, հիմա Java-ի կոդը դու գրեցիր, ուզեցիր ստեղծիր binary կա, դու Java-C ես անում, հա։ Ստե նայեք ինչ անում։ Ասում է from, էլի կանչում է էսի, էլի ածական է տալի այդ is run, հա, օրինակ։ Մեկ է նայեք ինչ ասում է copy, նայեք, from build hello world class Java-ի ինչ որ file, որը օգտագործվելու է ծրագրի համար, ու ասում է run Java hello world։ Հիմա որ ինքը այսքանը արել է, էլ stay-ի այս բաները մեզ պետք չի գալու, հա, կոպիտ ասած ինչ որ stay կատարվել է, մեզ իր output-ը, ենթադրենք իր output-ը այս-ի է։ Այս-ի է։ Հիմա եթե դուք ստեղծեք docker image, մենակ այն որ մենք նախորդ դեպքում արինք, այս ամեն ինչը նախ էսի է քաշելու, հետո AS-ին ինչ անելու, հետո եւ այլն, dependency-ներ, dependency-ներ, չգիտեմ, մոդուլներ եւ այլն, ամեն ինչ դե կատարելու է, որ ընդհանրապես ստանա էսի։ Հիմա մենք էլի առաջի քայլով կստանանք էսի, հա, էսի պրոստը կվերցնենք օգտագործենք մյուս stage-ի մեջ, բայց այս մնացած ամեն ինչը կոպիտ ասած էլ չի լինի, մեզ ոնց որ պետք չի այդ բային։ Հեսա կհասկանանք, control save, գանգստե, կարող error բերի, բայց փորձենք, հիմա սենց անենք։ Սրա անունը docker build -t hello world small օրինակ։ Ստե ինչ անում, open, էլ տեսեք այս վերսիան ինչ որ հին է։ 27-ը դնեք, հա։ 27-ը չեմ ուզում դնեմ, բայց հələ սենց փորձենք։ Так, error initial into.md հասկանանք ինչ error է տալի, երևի դոկումենտացիա։ Տենանք ստե ինչ է առաջարկում, նոր կարանք ուրիշ ձև troubleshooting անենք։ Հա, տեսեք, եթե դուք ոչ մի բան չեք նշում, ինքը հետում ասում է latest-ն եմ ես ուզում քաշեմ, вообще ամեն ինչի
եթե վերսիա չեք նշում latest-ը, ասում եմ, բայց ոնց որ էդի latest tag չունի։ Դրա համար վերեք օրինակ էսի օգտագործենք հələ։ 27 ե Ctrl A Ctrl Save էսի ոնց որ աշխատեց։ Հիմա սպասենք ու տենանք մեր վերջինի ոնց որ թե ինչ image ենք ստանում, ինչ ծավալի, հա։ Էսի պետք է որ մի քիչ ավելի արագ լինի, կարող ենք տենց չնկատենք, բայց ինքը արագ է։ Pause տանք էսի։ Հիմա մենք ուրեմն ստացանք, հա, մեր Docker image-ը բերեք ստուգենք Docker images small տեսեք ժողովուրդ նայեք փոքր է համեմատաբար սրա հետ փոքր է իրականում եթե ես 27-րդ վերսիան չօգտագործեի ինչ որ ավելի թեթև վերսիա օգտագործեի ավելի թեթև կլիներ որովհետև այսքանը ժողովուրդ նայեք ես քանի հատ image եմ ստեղծել այսքանը նաև իմ օպերացիոն համակարգի ոնց որ բանն է օգտագործում էլի հա ծավալն է օգտագործում այնպես չի որ Docker օգտագործել ասենք դուք ծավալը պետք է հաշվի առնեք content size-ը նայեք ավելի փոքր է այսի huge այսը բան այսինքն մենք պրոստը ընդհանրապես մեզ ընդուս պետք էր այդ ֆայլը այն առաջի բանով սաղ արեցինք այդ dependency-ները բան ինքը կորավ բայց մեզ այդ ֆայլը տվեց մենք այդ ֆայլը օգտագործեցինք արդեն երկրորդ stage-ում stage-ը ինչքան ուզեք կարաք ոնց որ անեք Так. Հիմա բերեք մի երկու հատ երևի Linux-ի այդ troubleshooting-ի բան անցնենք այսօր ու երևի հերիք, հա։ Նայեք, հիմա օրինակ ինչ որ կայք ունեք ու ինչ որ մեկը ասում է, չգիտեմ, user-ը, հա, ինչ որ օգտագործողը, զանգում ասում է Google-ի ձեր կայքը չկա։ Առաջինը ինչ եք ստուգել ժողովուրդ, առաջինը ping ենք անում, հա։ Էսի անցել ենք, բայց էսի խնդրում եմ բան արեք, որտեղ շատ կարևոր է, որ հասկանաք troubleshooting-ի մեթոդոլոգիան։ Օրինակ գրում եք կայքի անունը, հա, google.com։ Էս հիմա ping-ը գնաց իրականում, հա։ Ping-ը ինչ էր անում, ով գիտի։ Ստուգում էր երկու կետերի միջև ոնց որ հասանելիություն։ Այս հիմա հասանելի է, գնում է։ Հիմա եթե ping-ը չի եթում ժողովուրդ, նշանակում է ձեր path-ը, հա, էդի ICMP echo, ICMP reply-ներ է ping-ի հիմքում։ Նշանակում է ձեր path-ը ինչ որ ճանապարհին կորում է, որպեսզի դուք այդ ճանապարհը իմանաք, հա, այդ ճանապարհը ոնց որ, հա, այդ ճանապարհը իմանաք հավաքելու եք trace route հրամանը, հա, trace route-ը ոնց որ trace route օրինակ google.com Ենթադրենք ինչ որ տեղում կորում է։ Տեսեք, էսի ցույց է տալի ոնց որ այդ ճանապարհը, այսինքն մենք այսքան տեղ հետում ենք։ Հիմա եթե այս-տից հետո կտրվեր, աստղանիշները լիներ սաղ, հա, աստղանիշներ աստղ։ Ստե օրինակ կարող է փագա ICMP պրոտոկոլը, դրա համար դուք աստղանիշ եք տենում։ Ասենք Ֆրանկֆուրտում կտրվում է։ Դուք բռնելու եք grake is, չգիտեմ ով է սրա պատասխանատուն ճարեք, grake ասեք որ մեր ճանապարհը ձեզնից հետո չի հետում։ Խնդրում եմ մի հատ ստուգեք, հա։ Ինչն է խնդիրը։ Ping-ը շատ կարևոր է։ Ping-ը նախ առաջերտին ինքը ցույց է տալի ձեր այսինքն դու տվյալ հոստի հետ հասանելիություն ունեք, թե չէ։ Եթե չունեք նոր trace route եք անում, այսինքն խնդիրը ցանցային խնդիր է, ինչ որտեղ չի հետում։ Եթե ping-ը կա, նշանակում է հասանելիություն կա network layer-ում։ Բայց քանի որ ձեր ծրագիրը աշխատում է ինչ որ port-ի վրա, հա, հիմա ոնց է օրինակ ինչ որ շենքում կա ֆինանսական բաժին, կա տեխնիկական դեպարտամենտ, կա այլ բաժիններ։ Իրանք նույն հասցեի մեջ են, հա, նույն, ասենք ինչ որ Արամ Խաչատրյան 40 հասցեով, բայց իրանք գտնվում են տարբեր սենյակներում, տարբեր ֆունկցիաներ են կատարում, տարբեր սերվիսներ են մատուցում։ Դա ոնց որ port-երն է, այսինքն մեր
յուրաքանչյուր սերվիսը աշխատում է port-ով, նույնն էլ Google-ը, ինքը աշխատում է այս կայքը, հա, так, google.com-ը, ինքը աշխատում է ինչ-որ port-ի վրա, ինքը սերվիս է, էդի web service-ը, դե ինքը որ secure է, ինքը աշխատում է 443-ով, հիմա որպեսի ստուգենք 443 port-ը տենանք աշխատում է, մենք հավաքում ենք celnet հրամանը, 443, էսի ասում է, գնա այս ռեսուրսի վրա ստուգի տես այս port-ով, SSA-ով դու կապ կարում ես հաստատես, թե չէ, տալիս ենք enter, ինչ է գրած, գրած է connected to google.com, այսինքն կապ կա, հա, եթե կապ չլներ ժողովուրդ, ուրեմն նշանակում է այս սրա հետ ինչ-որ խնդիր կա, հիմա google.com-ի վրա մի կենտրոնացեք ինչ-որ սերվիսի վրա, հիմա ենթադրենք այդ սերվիսը իմ համակարգիչն է, հա, ասենք օրինակ իմ համակարգչի վրա ինչ-որ սերվիս է աշխատում, ու այս port-ով այդ սերվիսը չկա, մենք դրա համար պետք է ստուգենք այդ սերվիսի ստատուսը, էլի, ստատուսը ստուգելու համար հավաքում ենք systemctl status օրինակ nginx, տենանք nginx-ը կա systemctl, հա systemctl, հա էլի սխալ եմ գրել հիմա նայեք nginx service չկա, հա, նախ բերեք մի հատ nginx install անենք nginx sudo apt install nginx-ի վրա կարաք սենց install անեք, պարապեք, հետո ջնջեք ենթադրենք հիմա մեր nginx-ը ինչ-որ խնդիր ունի մենք հավաքում ենք systemctl status nginx ու տվյալ պահին ինքը running է, հա, եթե running չի լինում ժողովուրդ, ինքը ոնց որ բան է լինում, այսինքն տված է լինում ստե օրինակ pending, stop, եւ այլն, այսինքն running-ից բացի այլ խնդիր է եթե running-ից բացի այլ խնդիր է, մենք պետք է ուրեմն իր logger-ը նայենք, հեսա այդ հրամանը չեմ հիշում, բայց հեսա մեր ընկերը մեզ կհիշեցնի հա, journal.ctl էր ոնց որ, հա, սենց ենք անում, journal.ctl, հա, այսի logger-ն է բերում, օրինակ, եթե ուզում ենք nginx-ի logger-ը անենք, գրում ենք grep, օրինակ, nginx, տենենք ինչ-որ բան կա, թե չէ, մի հատ բայց տե անենք how to check with journal.ctl nginx logs, օրինակ, տեսեք, ինչ արեց, ինքը բերեց բոլոր լոգերը, որոնք nginx-ին են վերաբերվում, լոգերի մեջ դուք պարտադիր, եթե սխալ կա, դուք տենալու եք սխալը ինչից է, կարող է nginx-ի կոնֆիգուրացիայից է, կարող է եւ այլն, բայց, հա, էսա է, սենց է կարաք անեք, -journal.ctl -u ու nginx, nginx-ի լոգերը բերեց, -u-ով, բայց դուք կարաք մի հատ, եթե ձեր սերվիսը օրինակ տվյալ պահին ինչ-որ running չի, անեք systemctl, օրինակ restart nginx, հա, այսի քանի որ ուժեղ գործողություն անձի, ես restart տվեցի, կարաք stop տակ, stop, հիմա ստուգենք, հա, status, տեսնում եք ստը գրում է inactive, հա, տվյալ դեպքում կարող է դուք մտնեք, մի անգամից տենայք inactive է, ես պրոստը 0-ով անջատեցի, ստուզ դուրս գանք, restart պարտադիր սերվիսը մի հատ տվեք, ու start, նորից ստուգեմ, ու ինքը ակտիվ է հիմա, այսօր, այսքանը հետ, կանք վերջացնենք,